Շնորհակալ եմ պարոն Բարև ձեզ ժողովուրդ։ Բարև ձեզ։ Համար ունեք դուք երեխեք, համար ունեք։ Սիրելի սպիտակցիներ ողջունում եմ, բարելով գոլորին։ Շնորհակալ ենք որ եկել եք, շնորհակալ ենք ձեր աջակցության համար եւ գիտեք շատ կարևոր է որ մենք գնահատենք թե ինչ պատմական հանգրվանում ենք գտնվում։ Մենք հիմնականում ազնախնդրական քարոզարշավի ընթացքում եւ նախորդող շրջանում մենք առաջ ենք մղում Հայաստանի պետականության հարաբերության օրակարգը։ Պետության հարաբերության օրակարգը հետևյալի մասին է, որ մենք պետք է նախ ընդգրկենք եւ գիտակցենք, թե ինչպիսի մեծ երջանկություն է պետություն ունենալը, ինչպիսի մեծ երջանկություն է պետություն ունենալը, բայց պետություն ունենալու երջանկությունը զգալու համար մենք պետք է արտաքին և ներքին խաղաղություն, այս շատ կարևոր բան է, բայց ես ուզում եմ նաև մենք բոլորս մի խորանանք հասկանանք, այնուամենայնիվ ինչ է պետք մեզ արտաքին և ներքին խաղաղություն գտնելու համար։ Արտաքին խաղաղությունը դրա մասին շատ ենք խոսել վերջին շրջանում և խաղաղության միակ բանաձևն է գտնվել ժողովուրդ, որը հնարավոր է, որովհետև տեսեք շատ են խոսում ասին, որ խաղաղությունը լավն է, վատն է, կատարյալ չի, այսօր այն խաղաղությունը, որ ունենք, այդ խաղաղությունը հաստատված է միակ հնարավոր բանաձևով, ուրիշ որևէ բանաձև գոյություն չունի, որի շրջանակում մեզ հնարավոր լինի գտնել արտաքին խաղաղություն։ Այդ բանաձևը մեկն է Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված սահմանների հիման վրա մենք ճանաչենք նաև մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, որովհետև եթե մենք չճանաչենք, իրանք էլ չեն ճանաչելու, մենք ուզենք, իրանք էլ են ուզելու, մենք մերը համարենք, իրանք էլ իրանցն են համարելու, ու այս ցիկլից դուրս լուծում չկա, բայց նաև ես ուզում եմ ներքին խաղաղությանը անդրադառնամ, որը շատ կարևոր հանգամանք է։ Ժողովուրդ տեսեք, այսօր Հայաստանում շատ իրանահայեր կան, որոնք եկել են ապրում են Հայաստանում եւ ունեն Հայաստանի քաղաքացիություն, ինչի համար ես ուրախ եմ։ Կան սիրիահայեր, որոնք եկել են եւ ապրում են Հայաստանում, ինչի համար ես շատ ուրախ եմ։ Հայաստանի այսօրվա բնակչության մեջ կան բազմաթիվ մարդիկ, ովքեր եկել են, ում նախնիները գաղթել են Վանից են եկել, Մուշից են եկել, Կարսից են եկել, տարբեր տեղերից են եկել, մեծ Եղեռնի ցեղասպանության բերումով, պատճառով գաղթել են եկել են Հայաստան։ Ու ներքին խաղաղությունը ես այդ թեմայի մասին շատ եմ մտածել։ Ներքին խաղաղություն գտնելու համար մենք ի վերջո պետք է արձանագրենք, որ հայրենիք փնտրելու գործընթացը ավարտված է ժողովուրդ։ Մենք մեր հայրենիքը, մեր երազանքի հայրենիքը գտել ենք եւ դա Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե մեր ենթագիտակցության մեջ անընդհատ լինի, որ մենք պետք է վերադառնանք Վան, մենք պետք է վերադառնանք Մուշ, մենք պետք է վերադառնանք Ղարաբաղ, մենք պետք է վերադառնանք Նախճեվան, մենք պետք է վերադառնանք, չգիտեմ, տարբեր տեղեր, գիտեք ինչ է դա, ինչ հոգեբանական ազդեցություն է մեր վրա թողնում։ Մենք մեր երկրին սկսում ենք վերաբերվել որպես կանգառ։
Հասկանում եք, մենք մեր երկրի սկսում ենք վերաբերվել որպես կանգառ, որովհետև եթե սա այնտեղը չի, լսեք, պատկերացրեք, դուք միտեղ եք գնում եւ հասել եք կանգառի։ Դուք այդ կանգառում ոչ նորմալ հաց ուտելիս եք նորմալ հաց ուտում, որովհետև անդադ փշերի վրա եք, կանգառ, պետք է հələ տեղ չեք հասել, ժամանակի խնդիր ունեք, շարժվելու խնդիր ունեք, ոչ քնելիս եք նորմալ քնում, ոչ էլ որևէ բան անելիս եք նորմալ անում։ Մեր երկրի բոլոր խնդիրները, որ մենք միջև ինչքան խնդիրներ ունենք լուծած, նրանից է, որ ինձնից սկսած, ձեզանով շարունակած բոլորս կանգառի զգացողության մեջ ենք։ Սա մեզ համար, սա մեր երկիրը չենք մենք համակել հանգրվանի զգացողությամբ, մենք անդադ կանգառի մեջ ենք, մենք հələ տեղ չենք հասել, հələ Ղարաբաղ կա, որը պետք է տեղ հասնենք, հələ Վանը, հələ Մուշը, հələ էլ չեմ ասում, երևակայությունները երբեմն պտտվում է ավելի ուրիշ տեղեր։ Եվ այսօրվա քաղաքական process-ի ամբողջ իմաստն է, որ մենք Հայաստանի Հանրապետության կանգառի ըմբռնումը փոխում ենք հանգրվանի ըմբռնման։ Մենք տեղ ենք հասել, ժողովուրդ, մենք տեղ ենք հասել։ Եվ ես ուզում եմ առիթը օգտագործելով նաև մեր Ղարաբաղի, մեր հայրենակիցներին դիմեմ, որովհետև այդ Ղարաբաղի մեր ժողովուրդը Ղարաբաղում էլ է կանգառի տրամաբանության մեջ եղել, որովհետև չեն իմացել այդ մարդիկ լավ ինչ ալնելու։ Հիմա եկել են ստեղ, մենք ուզում ենք այդ մարդիկ տնավորվեն, մեր նման տնավորվեն, կանգառի զգացողությունը փոխեն հանգրվանի զգացողությամբ։ Եվ այդ մարդկանց անընդհատ չեն թողում, որ իրանք այդ հանգրվանի զգացողությունը ունենան, անընդհատ վերադարձ։ Եվ էլի ասում եմ ժողովուրդ, վերջին մեր տարածքում, այսօրվա Հայաստանի Հանրապետության տարածքում 1045 թվից այսօր մինչև 1918 թիվը պետություն չի եղել ժողովուրդ, հայկական պետություն չի եղել, պատկերացնում եք, Բագրատունյաց թագավորության անկումից հետո այսօրվա մեր Հայաստանի տարածքում հայկական պետություն չի եղել, եւ հորդաներ են եղել, մոնղոլ թաթարներ են եղել, եկել են, գնացել են, խառնվել են, մենք են գաղթել, մեզ են գաղթեցրել եւ այլն։ Բայց հասկանում եք, եւ այս տրամբան, բայց այս տարածքում եղել են պետություններ։ Այս տարածքը երբեք չի եղել, որ ընդհանրապես ոչ մի պետություն գոյություն չունենա։ Այստեղ եղել են պետություններ, բայց ոչ հայկական պետություններ։ 1000 տարի դուք պատկերացնում եք այդ ինչա։ Եվ այդ վերադարձների թեման անընդհատ այդ կանգառի տրամաբանությունից պետքա դուրս գալ, որովհետև եթե մենք պետքա վերադառնանք ինչ հրահրում ենք այդ ինչ-որ տեղին, որ նրանք ասեն մենք վերադառնում ենք ստեղ, որովհետև փաստա մենք չենք կարող ասենք Հայաստանի Հանրապետությունում հիմա է, որ 90% հայություն է։ Նախկինում երբեք 90% հայություն չի եղել։ Մենք պետք է հասկանանք, թե ինչքան երջանիկ ենք այսօրվա իրավիճակով, այսօրվա ստատուս քվոյով, որ մենք ունենք ի վերջո հայրենիք պետություն, որը մենք պիտի որոշենք մեզ համար կանգառա թե հանգրվանա։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը նրա մասին է, որ Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կանգառ չի ժողովուրդ, մեզ համար հանգրվան է եւ Հայաստանի պետականության հարատեվության օրակարգ ստեղից է բխում, ոչ ոք, ոչ Վանից եկածները, ոչ Ղարաբաղից եկածները, ոչ Իրանից եկածները, ոչ Սիրիայից եկածները, ոչ մի տեղ պետքա չգնան, պետքա մնան ստեղ, սա մեր բոլորի հայկական, մշտական, հավերժական, հարատև հանգրվանն է։ Եվ այս ընտրությունները, այս հարցն են որոշելու ժողովուրդ ջան, դուք պետքա մի հարց որոշեք, Հայաստանի Հանրապետությունը մեզ համար կանգառա թե հանգրվան։ Ես առաջարկում եմ, ես չեմ առաջարկում, ես ձեզ խնդրում եմ,
Եկեք Հայաստանին չվերաբերվենք որպես կանգար, այս ինչքան չկառուցված, փլուզված, քայքայված, ինչ որ տենում եք այդ կանգարի զգացողությունից, որ մենք ասում ենք հա դե լավ, մեկա էս չի, մեր ավետած երկիրը էս չի, մեկա սա կանգարա, մեկա սա ճանապարհա, մեկա սա ճամփեզրա, սա ճամփեզր չի, ժողովուրդ, սա անգրվանա։ Մենք պետքա այս ընտրությունը նրա մասին է, որ մենք պետքա առերեսվենք մեր երջանկությանը, որ մենք ունենք պետություն, որ մենք ի վերջո ունենք հանգրվան, եւ մեզ պետք չի աչքներս գցել այս կողմ են կողմ, մեզ պետքա կենտրոնանալ Հայաստանի Հանրապետության 29743 քառակուսի կիլոմետրի վրա եւ պետքա երկիրը դրախտ դարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, ձեզ համար, բոլորիդ համար, Հայաստանի Հանրապետությունը դրախտ է։ Եվ մենք սա պետք է անենք, եւ ես կոչ եմ անում, հիմա լեզուս չի պտտվում, ճիշտ է, այսինքն որովհետեւ ինչ որ բնական պրոցեսներ էլ կա, որ մարդիկ մոտենում են, ասում են Սիրիա հայ ենք, հաջորդ հարցը տալիս է, չնայած մեկու մեջ ասում են, բայց գում են մարդիկ հենց բան չեն անում, ասում եմ քաղաքացիություն ունեք Հայաստանի, ասում են հա, ասում են բայց ինչ եք Սիրիա հայ, ինչ եք Սիրիա հայ, Հայաստանցի եք դուք, ժողովուրդ ջան, ինչ եք Սիրիա հայ, հիմա որ նախնիներով գցենք, հիմա ասենք ենթադրենք ներկաներից շատերի նախնիները կարանելն որտեղից ասես, բայց ասում եք, հիմա փառք Աստծո, սպիտակում ոնց որ դե չեն ասում, մենք չգիտեմ, սպիտակում ասում ենք սպիտակցի ենք, եւ դա է երջանկությունը, որ դուք սպիտակցի եք, ձեր որդին սպիտակցի եք, ձեր թոռը սպիտակցի է, ձեր ծոռը սպիտակցի է, նրա որդին լինելու է սպիտակցի, նրա թոռը լինելու է սպիտակցի, նրա ծոռը լինելու է սպիտակցի, եւ մենք լինելու ենք պարզապես Հայաստանցի, Հայաստանի Հանրապետության հպարտ արժանապատիվ քաղաքացի, ազատ երջանիկ երկրում ապրող, այն երկրում, որը մեր ավետյաց երկիրն է, եւ ինչպես Աստվածաշնչում է ասում, այն երկրում, որտեղ կաթ ու մեղր է հոսում, Աստված այս պետությունը տվել է մեզ, մենք այս պետությունը, մեր խնդիրը այս պետությունը, մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե տասնամյակով, այլ հարյուրամյակով, հազարամյակով, սերնդեսերունդ փոխանցելը եւ ամեն սերունդը հաջորդ սերնդին ավելի լավ վիճակում պետքա փոխանցի երկիրը եւ այսօր դրա հիմքերը դրված են, այսօր երկրում դպրոցներ են կառուցվում, մանկապարտեզներ են կառուցվում, ճանապարհներ են կառուցվում, տներ են կառուցվում, բնակարաններ են կառուցվում, որովհետեւ մեր կանխավարկածը այն է։ Այո, ես ինձ վրա վերցրել եմ այդ համարձակությունը, ես ինձ վրա վերցրել եմ այդ պատասխանատվությունը, որ մենք այդ անապատի 40 տարին ավարտվել է, անապատի 40 տարին, երբ որ Մովսեսը Եգիպտոսին ժողովրդին հավաքած տանում էր դեպի ավետյաց երկիր եւ 40 տարի անապատով պտտվեց մինչեւ հասնեն ավետյաց երկիր։ Մեր 40 տարին ավարտվել է, ժողովուրդ, մենք տեղ ենք հասել, եւ առաջիկա ընտրություններում պետքա ֆիքսենք, որ տեղ ենք հասել։ Եվ դրա համար մեր կոչը, իմ կոչը, խնդրանքը ձեզ կանգնել ես դիրքերին, կանգնել մի կողմ դնել կանգառի զգացողությունը եւ հենվել հանգրվանի զգացողության վրա։ Եվ 2026 թվականի հունիսի 27-ին գնալ ընտրական տեղամասեր եւ հունիսի 7-ին կներեք 2026 թվականի հունիսի 7-ին գնալ ընտրական տեղամասեր եւ տեր կանգնել պետությանը, տեր կանգնել խաղաղությանը, տեր կանգնել անկախությանը, տեր կանգնել հանգրվանի։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք,
որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, սպիտակին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, Փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ շատ, ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։ Սիրում ենք բոլոր։ Իմիջայլոց էտել եմ ուզում ասեմ, որովհետև այդ թեման էլ է շատ կարևոր։ Էլի եմ ասում, երբ որ ես այսօր խոսում եմ երջանկության մասին, երբ որ ես այսօր խոսում եմ ուրախության մասին, երբ որ ես այսօր խոսում եմ ուրախ Հայաստանի մասին, ժողովուրդ, դա չի նշանակում, թե մենք մեզ հետ տեղի ունեցած որևէ դժբախտություն, որևէ ողբերգություն մոռացել ենք։ Դա չի նշանակում, թե մենք մեր որևէ նահատակի, որևէ զոհ, որևէ զոհողություն մոռացել ենք։ Ընդհակառակը, սա ես էլի ասում եմ, մեր բոլոր նահատակներին մատուցվող ամենամեծ հարգանքի տուրքը, նրանց հիշատակը բարձր պահելու ամենաբարձր ձևը ունենալ այն Հայաստանը, որը մենք իրար հետ կառուցում ենք, անվտանգ, խաղաղ, զարգացած, բարեկեցիկ, ուրախ եւ երջանիկ, որովհետեւ մեր նահատակները ընկել են, որ Հայաստանը կանգնի, որ Հայաստանը ոտքի կանգնի, ամուր կանգնի իր ոտքերի վրա, եւ այսօր Հայաստանը, Հայաստանի Հանրապետությունը ամուր կանգնած է իր ոտքերի վրա։ Դուք տեսնում եք, թե Հայաստանը ինչ մեծ միջազգային հեղինակություն է վայելում։ Գնալով Հայաստանը նախկինում երբեք այդպիսի հեղինակություն չի վայելել։ Բայց խաղաղության մասին խոսելով մենք չենք մոռանում նաև անվտանգության մասին։ Մենք չենք մոռանում բանակի բարեփոխումների մասին, որովհետև ես համոզված եմ, դուք էլ եք համոզված, որ պաշտպանունակ ուժեղ բանակ չունենալը գայթակղություն է ագրեսիայի համար։ Որովհետև մենք եթե ուժեղ բանակ չունենանք, դա կարող գայթակղի չլինի, որ մեկը իրանք ի վիճակի չեն դիմադրության եւ հետեւաբար պետք է ագրեսիայի ենթարկել։ Բայց այսօր ես ուզում եմ, որ դուք մայիսի 28-ին ժամանակ գտնեք, գաք Հանրապետության հրապարակ, որովհետև մենք ձեզ նոր բանակ ունենք ցույց տալու, մենք ձեզ ցույց տալու նոր բանակ ունենք, նոր սպառազինություն, նոր ռազմական տեխնիկա։ Այսօր մենք պաշտպան հայրենիաց ծրագիր ենք ներմուծել եւ պաշտպան հայրենիաց ծրագրով ժողովուրդ 18 տարեկանը գնում է բանակ, 6 ամիս վերապատրաստումից հետո պայմանագիր է կնքում եւ եթե նախկինում զինվորի ծնողներ իրան հաց ու ջուր ուղարկում, հագուստ, այսօր պաշտպան հայրենիաց ծրագրով զինվորը կախված ատեստավորման տոկոսից 300,000, 400,000, 500,000, 600,000 դրամ ունեցող 19 տարեկան տղերք ունենք, որ ոչ թե իրանց ծնողներն են իրանց համար կոնֆետ ուղարկում, որ երեխեքը քաղցրի երեխա, այդ տղեկը ավտո են առնում, ավտոյով գալիս են իրանց տուն, որովհետև մարտական հերթապահությունից դուրս իրանք տանն են քնում, ժողովուրդ ջան, իրանք տանն են ապրում, իրանք տանն են ապրում։ Այսօր մենք 2026 թվականի սեպտեմբերից Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտած եւ նշանակում ստացած ամեն Շատ լավ, շատ լավ։ Հայրիկ ջան, լավ էլի խնդրում եմ։ Հա։ Շատ լավ, շատ լավ, շատ լավ։ Ժորժ ջան, այս հիմա տրենդ է դարել, ասենք ամենտեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք, հա։ Հանգիստ։ Ասենք կալուգացի օլիգարխը ամենտեղ մի 200,000 դրամից բանից տալիս աղրգում է, եկեք ընդհանրապես
Հանգիստ ես հրահանգում եմ ոստիկաններին եւ այլն, ով որ խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք մարդիկ թող գնան իրանց գործին, հա։ Ինչ որ ասելու էր, ասված է ամեն ինչ որ ասելու էր Ղարաբաղի թեմայով, չգիտեմ, բանի թեմայով, Ղարաբաղյան կլանի թեմայով, մնացած ամեն ինչի թեմայով, ամեն ինչ ասված է։ Ով որ մեր քաղաքական հայացքները չի կիսում, թող չգա մեր հավաքները չխանգարի։ Մենք չենք գնում իրանց հավաքները չենք խանգարում, իրանք է թող չգան մեր հավաքները չխանգարում։ 2026 թվականից ուրեմն ժողովուրդը լտես Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի կուրսանտին 50,000 դրամ, 45,000 դրամ թոշակ ենք տալիս։ 2-3 տարի այս որոշումները։ Դեռ ավելին ասեմ, մենք բուհերում նաև թոշակներ ենք տալիս։ Մենք բանում որոշակի գերակա ԲՏՃՄ, բնապահպանական, տեխնիկական, ճարտարագիտական, մաթեմատիկական ուղղություններով սովորող ուսանողներին, լավ սովորող ուսանողներին կրթաթոշակ ենք տալիս։ Գերակա ուղղություններում, քոլեջներում կրթաթոշակ ենք տալիս։ Ճիշտ է, այսօր 2000-ի չափ, մոտավորապես 2000 ուսանող է թոշակ ստանում։ Եվ այլն, վերադառնալով բանակի թեմային, 2000-ական թվականներից շուրջ 2300 սպայի նկատմամբ պետությունը ունի պարտավորություն բնակարան տալու, եւ այդ պարտավորությունները չեն կատարվել։ Չնայած 2018 թվականից մենք կամած մաշելով եկել ենք, մենք վերջերս որոշում ենք կայացրել 4 տարվա ընթացքում բոլորին այդ բնակարանները հատկացնելու ենք։ Ես նկատի ունեմ, մենք անցյալի խնդիրներն էլ չենք մի կողմ դնում, այլ մենք շարունակում ենք աշխատել, որպեսզի այդ հանգրվանի զգացողությունը խորանա։ Մենք տեղ ենք հասել, մենք տուն ենք հասել, մենք տանն ենք, ժողովուրդ, Հայաստանի Հանրապետությունը մեր տունն է եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը մեր ընտանիքն է։ Մենք նույն մի ընտանիքի անդամ ենք եւ այս գիտակցությամբ, որ Հայաստանը մեր հարատև եւ հավերժական տունն է, պետք է գնանք ընտրությունների։ Եվ ուրեմն, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, սպիտակին, Լոռու մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ։ Ասում տվին, որ սպիտակ մտարորատի սպորտը ձեր հետ է։ Հա։ Կհիշեք, երեխան ծմծմը Ես ես 3 տարյա քեզ եմ ուզում։ Պետք է լսեք ինձ հապերությամբ եք քանի բառում եմ ասում։ Այս տանի լամի րոպե դաշտի համար է, ֆուտբոլի դաշտի մար կընտրում ու աղաչ չենք։ Կանենք, մեր նախընտրական ծրագրում 100 դաշտի, նախընտրական ծրագրում 100 դաշտ, դա մեծ դաշտ է, թե փոքր։ Քանի մետրանոց։ Մեր ստանան 110 մետրանոց դաշտ է պետք։ Ֆեդերացիա 4 հատ թիմ ունենք երեխան տարիքային հաղում են Հայաստանի առաջնություն, բայց դաշտը 1 կիլովական ենք հաղում։ Ամեն հաղին 20000 մերն են ոյի։ Ինձ լսի ցավը տանեմ։ Մի վարքյան էլի նկարվելուց, մի վարքյան։ Այս 3 տարի այս մարդ հիշում եք, որ նոր պետք ինտրվեիք։ Եթե հիշում եք, ստեղ իմ ձեռը բռնեցիք։ Ասի բարոն վարչապետ, սենց հայտարարված հանրակացարանների ենք ապրում, որը 100 անգամ բաժարանք է, սաղ գիտեն ստեղ։ Շենքը սարքված է 5 տարյակա։ Այս վերջի արդեն հունվարից կայնած է շենքը։ 5 տարյա քուչեքին ենք, բարոն վարչապետ։ 5 տարյա 9 անձ ունեցող ընտանիքս վարձով քուչեքին է։ Շենքը պատրաստ է, խիչ են հանձնեմ ժողովրդին։ Ես չգիտեմ, բարոն մարզպետը ստեղ է, մի հատ կանչ եք։ Տրանսֆորմատորի խնդիր է։ Ո՞ց թե հետո այդ ասողը։ Բայ եկ Հաս ստուգեղը կայնի։ Դու ունես ապրին հետ գործ չունես։
Իրանք ստանալու են տունը տեղի։ Ես կուտուն եմ կորցրել։ 35 տարի այդ շենքի մեջ ապրել եմ, ցավը տանեմ։ Իրանք ստանալու։ Ադե ինձ լսի էլի վարչապետ ջան, ախր ես քեզ ընտրել եմ, ցավը տանեմ։ Ինձ լսի 35 տարի Պատասխան չեք ուզում։ չես լսել ինչ պատասխան ես։ Մարդը պատասխան։ 35 տարի վարվել են, 35 հետ այդ շենքի մեջ։ Հիմի տներներս քանդել են 5 տարի չեք ուզել։ Տրանսֆորմատորի հոսանքի քաշելու։ Սա բանա։ Տրանսֆորմատորը քաշածա, ջուրը քաշածա, գազը ձեզ են ասել։ Մենակ տոկնամ։ Ձեզ են ասել։ Քաշածա։ Վարչապետը դիկատա, վարչապետը դիկատա, վարչապետը դիկատա։ Ասում եմ ինչ կապ ունի վարչապետը մեր տների հետ։ Բա վարչապետը չի ասում, քանի չի ասել դա 9 հոգանոց ընտանիք է։ Այս 5 տարի է։ Իրականությունը զրկված։ Չգիտեք այդ շենքի մասին, պարոն վարչապետ։ Ես ում մոտ գնացել եմ ասել են վարչապետը գիտի, վարչապետը դիկատա։ Ասում եմ երբ են սարքել։ 5 տարի է քանդել են։ Ասում եմ երբ են Հունվարին սարքել։ վերջացրել Բա են։ հունվարին վերջացրել են։ Չեն տալի։ Տիկին, քանի տալի։ Տիկին ջան, շինարարությունը ավարտելուց հետո պրոցեսներ կա, որ պետք է անցնի։ Պրոցեսներ կա։ Վարչապետ, նպաստից կդրված, հիվանդանոցից կդրված։ Իրական չափահասրեխ ես քուչ եկինա 5 տարի վարձ են տալի։ Բա ես պետք է տունը մտնեմ հիվանդ կնի։ Տիկին ասում ենք կառուցվում ավարտվում է պրոցեսները, որ տան, ինչ է գոռում։ Կհետաքրքրվեք դուք լա երբ Չէ, կավարտվի։ չեմ հետաքրքրվի, որովհետև գնում է պրոցեսները, մարդիկ հայեր են ասում։ Այստեղ են ասեց Վալոդիկը։ Հա, այստեղ են ասել։ Վալոդիկ, դու պատասխանատու ես, որ վարչապետին ասում ես, որ բավարարքան պատասխանատու ես, ասա տենամ, երբ պետք է տակ մեր տները եկանք մեջին ապրենք։ Բան վարչապետ, բան է խնդիրը, տրանսֆորմատորի խնդիրն է, այդ լուծել ունու տանա։ Ասենք մի ամիս, 2 ամիս, 3 ամիս քարը տրակի։ Մինչև սեպտեմբեր կլինի հաստատ։ Հա։ Պարոն վարչապետ ջան, ճիշտ չի ասում, քաշածա։ Հələ քաջոին ասեք։ Քաշածա։ Նիկողոցյանին ասեք։ Բանի ուժել իստեղ մեկը չտա, որ իմանաս։ Էտա հրետ, հրետ։ Ամայքի ղեկավարին ասեք։ Պարոն վարչապետ, որ խնդրեք կլսեք, ես Պարոն վարչապետ, կներեք էլի հարց եմ տվել, հարց եմ տվել։ լավ, սպասում։ Պարոն վարչապետ, Նման հետաքրքրվեք։ Կսպասեք մի վարքան։ Կտորվում ենք, Հենց մի րոպե սպասեք, սպասեք։ Այդ հասցեն ասեք։ Հասցեն ասեք մի հատ։ Խնկոյան երկուսի տա։ Այդ շենքը երբ մարդկանց հանձնվելու։ Ժամկետ ասեք, ժամկետ։ Կոմիտեն է սարքում։ Մի հատ Եղիազար Վարդանյանի համար ով ունի մի հատ զանգ եք տվել։ Եղիազար Վարդանյանի համար։ Հենց հիմա զանգ եք Համարքը որ անտուն դատարանի վատ բանգան շեփ Փաշինյան։ Անտուն 6 տարի անտուն։ Հիվանդ մարդ եմ, ներվային հիվանդ մարդ եմ։ Տիկին, հունվարին է ավարտվել շինարարությունը։ Շատ վաղ, Բայց շենք որտենակ կխելքներդ կեթա պարոն վարչապետ, ինչ տունա, սարքած տեղը տեղին լավ։ Չէ, բայց ոնց որ դժգոհ եք, պետք է շինարարությունը։ Ասմենք, տան Չէ, պետք է սարքած լիներ։ Պետք է պրոցեսներ կա տիկին, պետք է տան մի հատ հասցեն նորից ասեք։ Խնկոյան 2-10, Խնկոյան փողոց։ Պարոն Վարդանյան, Խնկոյան փողոց սպիտակ այդ շենքը երբ է հանձնվելու։ Դա եմ ուզում։ Մոտավոր քանի ամիս կտևի կամ օր կամ 2 շաբաթ։ Հիմա գիտենք այդ տներում ենք տալու։ Լավ։ Տիկին, շենքը կառուցված է։ Գիտեմ, Մի ազգի րոպե սպասեք էլ։ Գնում են ընթացակարգել։ Պետությունը միջև այդ շենքը դե յուրե ավարտված չհամարի, որը մեկին տալու իրավունք չունի։ Հիմա
ընթացակարգեր են գրում, ոչ գոռալու, ոչ ճվալու կարիք չկա։ Ես գոռացի, Ես էլ եմ գոռում, հարց է չի։ Ասում եմ, որ ընթացակարգերը կավարտվեն, ինձ ասում են 2 շաբաթ, բայց որ բանով լինի, երաշխիքով լինի, ես ասում եմ 2 ամիս։ 2 ամսից կպրծնեն կտան, բայց իրականում ավելի շուտ կգնա։ Շնորհակալություն, Տիկին։ Ինչ ասեմ, ապրեք, խնդրեմ եմ հետևողական լեք։ Բացի ձեզանից ստեղ մեզ սպառողական պատասխան տվող չի եղել։ Դրա համար ես ձեզ եմ մոռացել։ Որովհետև այս մարդիկ Դեն մարդիկ մի րոպե, Տիկին, որովհետև քաղաքապետարանը չի կառուցում, այդ գործը կառուցում է քաղաքաշինության կոմիտեն։ Ես դրա համար Բայց ես գիտեք ինչ ես ինչ ասում եք վայ ինչ սիրուն սարքել են եւ այլն։ Ասենք չէ, պետք է չսարքեն Տիկին, պետք է չսարքեն։ Մենք ձեր հույսով ընտրել ենք ձեզ ու պետք է մենք քանդել են Բայց սարք պրոցեդուրա կա, հասկանալի է 5 տարի։ Դե թող 5 տարի էլ կսպասենք։ Չեք սպասի։ Պարոն Վարդան։ 5 շաբաթ կսպասեք։ Միշտ է սովածը կուշտինա ուրիշ աշխով նայեմ, տնատերներ անկիրոջ է։ Ստանում։ Պարոն վարչապետ ջան կներեք, ես էլ այդ հարցը բան Տիկին, պայմանավորվեցինք։ Դե ուզում եմ էթամ մի ամսվա մեջ կլինի կստան։ հույսով էթամ եմ։ Թող մնա։ Ուրեմն ես այդ շենքի բնակիչ եմ, իմ 4 երեխաների 10 տարուց ավել այդտեղ ապրել եմ։ Ծրագիր է, եկավ մենք ձեր հույսով ձեզ ընտրել ենք ու մենք ձեզ էլ ընտրելու ենք։ Այդ ինչ շենք ընդհանրապես։ Ընդհանրապես ինքը հարակացան էր փայտ է, շատ այն որ ասում եմ ոչ մի կողմ։ Քանդել ենք տեղը նորն ենք, չէ՞ սարքում ժողովուրդ։ Պարոն Փաշինյան ջան։ Սխալ ենք արել։ Չէ, մենք ձեզ իրոք շատ գոհ ենք, շատ։ Բայց այդտեղ հարցը է նա, որ ես իմ 4 երեխաների հետ ցուցակից դուրս եմ եկել։ Ու ասենք այն Ես չեմ կարող ոտքի վրա պատասխանեմ։ Եթե դուրս եք եկել, ուրեմն կա իրավական հիմք, ուրեմն կա իրավական հիմքերի բացակայ։ Որ ձեզ թուղթը ձեռս է, որ ձեզ բնականով ապահովելու ենք։ Ու ես 4 երեխուս հետ դուրս եմ եկել տեղից։ Հիմա ինքը ընթացակարգի մեջ է, բայց ես դիմեմ եմ ձեզ 32 ընտանիք հաստատություններում 8 տուն դուրս ամնում են պատճառով, որ ժամանակի պետության կողմից ստացել են փոխհատուցում։ Ոչ մի ընտանիք, որ փոխհատուցում չի ստացել պետության կողմից։ Բայց ես չեմ ստացել, պարոն Մկրտչյան, ես պետությունից չեմ ստացել, պարոն Փաշինյան։ Եթե ստացել եք, պարոն Մկրտչյան, ես այս աղետի գոտում տուն չեմ ստացել։ Իմ ու որտեղ եք ստացել։ Չեմ ստացել ընդհանրապես, պարոն Մկրտչյան։ Չեմ ստացել, կորցրել եմ, բայց չեմ ստացել։ Ես 5 տարեկան եմ եղել։ Շատ լավ, ձեր հեռախոս համարը կվերցնեմ։ Ես հիմա 4 երեխուս հետ դուրս եմ մնում։ Այն էլ այն դեպքում, որ ամուսինս Միրզոյան Արթունը սպիտակում համար առաջի քփեի կուսակցություն ձերը կուսակցության անդամներն ինչ կապ ունեն։ Չգիտեմ, բայց ինքը պայքարել է։ Միրզոյան Արթուրի մայրը փոխհատուցում ստացել է պետության կողմից տուն։ Բայց ես դրա հետ կապ չունեմ, ես կորցրել եմ ու 4 երեխուս ընտանիքի ամեն անհատին տուն։ Չէ, պարոն ջան, բայց ես 4 երեխուս դուրս եմ մնում։ Նկարում եք էլի մեր։ Պարոն Փաշինյան, հարցերը լուծում են օրենքներով եւ կարգավորով։ Հասնում է կհասնի, չի հասնում չի Պարոն հասնի։ Փաշինյան, եթե ստեղ ես չհասներ, ստեղ չէի կանգնի։ Հնարավոր Սա չէ։ տուն ստացողների հավաք չտիկին։ Բայց այդտեղ եթե տուն, ում էլ տան։ Պարոն Փաշինյան։ Հավատանեմ։ Մի հատ է դուշ։ Պարոն Փաշինյան, Երիկ ջան, ուզում եմ շնորհակալություն հայտնել։ 5 տարի կանված է մեր անվտանգի վրա։ Արդեն ամիս ու կես իրադրել են շնորհիվ ձեզ Երևան ավտոմետ ֆիզիկական կենտրոն։ Հիմա արդեն Ինչ պրոթեզ են դնելու։ հենարներով քայլում են, պրոթեզներ ունեն։ Ուրախ եմ։ Ես եմ շատ ուրախ եմ, շատ շնորհակալ եմ։ Փաշինյան Քարտիստ։ Մռութիկ ջան։ Իման հարցրեմ էլի ձեզ։ Ասա։ Մի հատ խնդրեմ թորից։ Տվել եմ։ Ուզում ձեզ շնորհակալություն հայտնեմ առողջապահության նախարարության հատկապես այնքան շնորհակալ եմ մանկապարտեզների համար ճանապարհի շնորհակալություն Ես եմ շնորհակալ Բոլորս մի հատ էլ տվեք, հա։ Մի հատ ամենայն դասա։ Ոչ մի հատ չեմ ուզում։ Բայց կողքի հասնելով որ մի հատ
կապրելակերպի մեջ են Աստված օրհնի ձեզ։ Աստված Եղբայր ջան, ուշանում ենք։ Ինչա պետք անել։ Եղբայր, միասնական սոցիալական ծառայությունը չի ծրագրեր կամ ոնց կարա տենց բանել։ Չէ, այսօրվա ծրագրի մեջ չկա։ Չգիտեմ, շիրակամուտ ունենք ծրագրի մեջ, չէ, այս անգամ ցավոք սրտի չէ, հաջորդ անգամ։ Մի ասեմ, մի բան ասեք։ Ընտրությունները հաղթանակից հետո մենք հրավիրում ենք թե շիրակամուտ։ Հա, գիտեմ, նախկինում էլ հրավեր եղել պետք է։ Դուք եկել եք։ Նամակ եք գրել։ Այն ճանապարհը սարքվեց, այն դեպի գերեզմաններ գնացողը։ Այդ ճանապարհի առիթով եք, չէ՞ ինձ նամակ գրել։ Ճանապարհը դեպի գնացողը բանին ուրեմն թշկանի ջրվեժ գնացող։ Խնդրում եք ուղղակի ճանապարհին ուսադրություն դարձնել։ Խնդրան մի հատ, ով է տանեմ, պարոն Փաշինյան, դու իմ կուրքն ես, 3 տղա ունեմ, 3-ը Ռուսաստանում են, խնդրել եմ, որ իրար հետ նկարվենք ես ուղղակի, մեռնեմ թիգորքիտ։ Բա չեն գալիս։ Թիգորքիտ մեռնեմ։ Բա չեն գալիս։ Գալու են։ Գալու են, քավը տանեմ։ Իրեք հատ նկարը։ Փաշինյան, մեռնեմ թիգորքիտ։ Ավտոբուսով, էլ չեն խայր։ Երեխա։ Գնացինք։ Բարև ձեզ, ձեր հետ ենք, Շնորհակալ եմ։ Ուշանում եք ժողովուրդ ջան, ձեր մոտից էլ ենք ուշացել։ Ուրախ եմ, եղբայր ջան։ Հա, խնդրեմ։ Արդեն պետք է գնան։ Դե արագ, որտեղ ժամանակ չունի։ Շնորհակալություն թեամին ամեն Ձեզ շնորհակալություն է, ինչ եք արել եք։ ունեմ ձեր։ Հա ջան։ 40 տարի է դուք ապրում եմ, բայց եփականություն ուղղակի խնդիր։ Եղբայր, սենց ոտի վրա տենց հարց է։ Հա, երեխեք ջան։ Էլի քարտես։ Արև ենք մի հատ, էլի։ Բարև եղբայր ջան։ Լավ է։ Չենք կարա ժամանակի խնդրում։ Քարտես տվեք։ Ֆուլերի հալվածությունը օդում կախված է։ Բարև եղբայր, բարև։ Ստաբանությունը ֆուլերի հալվածությունների օդում կախված է։ Կարգավոր։ Նամակ եմ տվել։ Այս կոմը։ Լավ ես։ Լավ ես եղբայր։ Շնորհակալություն հարվածությունը օդում կախված է։ Չգիտեմ, առաջկան։ Չապե ջան, բարև շնորհակալ եմ։ Դասի մասին չմոռանաս ցավը Չեմ մոռանա։ Քարտես։ Էլի։ Քարտես տվեք։ Լևնա։ Տուր։ Ժողովրդական վարչապետ ջան։ Մեզ երկու հատ դուրել ընկերուս է։ Երկու հատ դուրել Արոն Փաշինյան, ես մի հարց ունեմ։ Խնդրում եմ ուշանում ենք 1000 ներողություն։ Ճանապարհ տվեք, ելի ժողովուրդ ջան։ Թողանցնեմ։ Բարև ձեզ։
Լավ եղեք։ Սիրում եմ բոլորիդ սիրելի սպիտակցիներ։